Պետրոս մի բան հարցնեմ էլի քեզ։ Սրան որ դու ամեն անգամ հյուր ես կանչում, կամավոր ես անում, թե քեզ ստիպում են։ Կարող արա պիստոլետը դնում են ճակատիդ, ասում են պետք է Արսեն Թորոսյանին կանչես։ Արա բա չես վախենում, արա սա վախենալու բան, արա ուր է թվում մարդիկ մեռնում են։ Առողջապահության նախարար էր, COVID-ը եղավ, հազարավոր զոհեր։ Հիմա Նիկոլ տեսա որ լավ ասում է իր մոտ, բերել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, որ թոշակառուների հարցերը լուծի։ Պարոն Թորոսյան, դուք եք չի ասել, որ թոշակառուները ավելի երկար են ապրում, աշխատող քաղաքացիների բեռն ավելացել է։ Ապա իմացար Պետրոս ջան, այս հասարակության խնդրեմը այս մարդկանց համար են, որ հələ այսքանից հետո մարդկա ապրում է։ Այնինչ, որ ապրում է, բեռ է դառնում այս պետության, այս իշխանության գլխին։ Բա ստիված է մարդկանց պիտի իրանք տանեն, ստիված թոշակ տան, իսկ եթե այդ մարդիկ մեռածելն էին, այդ փողերը կմնար, իրանք իրանց պարգևավճար կտային։ Ինչ ես արա, դու էլ ես բան, գլուխը տնկել ես ապրում ես քո համար։ Կյանքը ուրախ ապրուստը ձրի։ Պուշկինը 38 տարեկան արդեն չկար։ Մոցարտը 35 տարեկան արդեն չկար։ Իսկ դու ինչ ես արել կենսաթոշակային համակարգի համար։ Հələ այդքանից հետո էլ մտեկել ես նստել ես այս մարդու դեմը։ Այս մարդիկ ծրագրեր ունեն, ասում են որ օրինակ հայերը որ կարողանան այս կազմակերպեն երկար չապրեն, շուտ էթան կմնան մենակ ջահել հնդիկներն ու պակիստանցիները, դրանը կգան կմիանան 300,000 ջահել, ջիվան ադրբեջանցիներ, կլինի նորմալ պետություն, թե չեն թոշակառուները այնից ապրում են, խեղճ մարդկանց համար դառնում են հոգս, ստիպված պիտի մտածեն դրանց թոշակ տան, դրանց չգիտեմ հետ վճարումներ իրականացնեն, դրանց առողջապահական խնդիրները լուծեն, այ քեզ բան, Դավայ Արսեն ջան, մի հատ էլ քեզ հավաքե տես ինչ ես անում, են քո ձևերով են, COVID-ը խառն։ Ասես թազա բան չկա մտածես, ասենք ինչ կարելի է անել այս հայերի հախից գալ։